Միջանցիկ քամու ուժեղոսքը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ։ Ցավոք, այն որքան վտանգավոր, այնքան էլ հաճելի է։ Քամու հոսքը սովորաբար լինում է ուղղորդված։ Մարմնի որ հատվածին դիպչում է, այնտեղ էլ առաջանում են լուրջ խնդիրներ։ Ընդཐུպ, կանգուղեղի բորբոքում, ընդཐուպ սրտի մգանի բորբոքում։ Միջանցիկ քամու առաջին թիրախը շնչուղիների հիվանդություններն են։ Շնչուղիներում ապրող մանրէները չեն խանգարում այնքան ժամանակ, մինչև իմունային համակարգը չի թուլանում։ Բայց եթե քամին արդեն արել է իր սև գործը, բժիշկները խորհուրդ չեն տալիս անմիջապես անցնել գովազդող տեղերին։ Պետք է թողնել, որ օրգանիզմը ինքը պայքարի իրավիճակի հետ։ Եթե երեխայի ջերմությունը չի անցնում կամ մեծի, չի անցնում 38 տաշյան, պետք չի ոչ մի բան ձեռնարկել։ Պետք է թողնել դանը, շատ ջուր տալ, դակ ջուր եւ դեղորայք պետք է չի տալ։ Եթե 3 օրից 5 օրից ավել շարունակում է ջերմությունը, այն ժամանակ պետք է դնել անպայման բժշկի, ոչ թե ինքնաբուժմամբ զբաղվել։ Պայքարել միջանցիկ քամու դեմ իհարկե հնարավոր է, ամենահեշտ տարբերակը դրանից խուսափելն է, ինչը սակայն չի նշանակում, որ պետք է մոռանալ օդը մաքրելու մասին։ Օդը մաքրելը դա սկվազնյակ չի։ Օդը մաքրելը դեպում է 3-5 րոպե։ Այդ 3-5 րոպեն նույնիսկ անհրաժեշտ են մարդու համար, նույնիսկ հիվանդ, որպես իմունային համակարգի եւ պաշտպանողական ուժերը համախմբվեն։ Մյուս տարբերակը օրգանիզմի կոփումն է։ Դրա համար բժիշկ Անդրանիկ Ոսկանյանը ռուս գործընկերոջ հետ նոր մեթոդ է մշակել։ Այն զբաղված մարդուց շատ ժամանակ չի խլի։ Առավոտյան եւ երեկոյան 15 րոպե շնչառական վարժություններ, իսկ կեսօրին ճաշից հետո 15 րոպեանոց պարկած հանգիստ։ Սրան էլ գումարում ենք շաբաթը 2 անգամ այցելությունը որևէ ակումբ, ամիսը 1 անգամ գիշերակացով քաղաքից դուրս գնալը եւ տարին 2 անգամյա արձակուրդը։ Բժիշկը համոզված է, այս բաղադրատոմսով հիվանդությունները կնահանջեն։ Աննա Գրիգորյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։